Ես շատ անգամ եմ ասել, նորից եմ կրկնում, ոչ մի բանականություն ունեցող մարդ չի ցանկանում պատերազմ, բայց որպեսզի պատերազմ չլինի, դա փաստաթղթով չի միայն, դա պետք է լինի ուժ, դա պետք է լինի հավատ, դա պետք է լինի պետություն, դա պետք է լինի միասնականություն, ազգային հիշողություն, ազգային միասնականություն։ Այսօր ներկայ իշխանությունը ամբողջ ազգը պառակտել է։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանները բացել են էստի համեցեք անելով։ Արցախը հանձնում են, ամեն ինչ հանձնում են եւ մարդկանց ասում են, գիտեք, եթե մենք չզիջենք, ուրեմն կլինի պատերազմ, անընդհատ պատերազմի աուսարսափի տակ պահում են մարդկանց։ Դա խաղաղության գնալու չի։ Քո ագրեսոր, ոչրագործ, ցեղասպան, հարևան պետության ղեկավարները նույն ռետորաբանությամբ եւ նույն քաղաքականությամբ շարունակում են իրենց գործիքակազմը եւ գործելավոճը։ Այստեղ չի կարող լինի խաղաղություն երբևէ, եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում։ Ստրուկի հետ խաղաղության չեն գնում։ Խաղաղությունը պարտադրում են, խաղաղությունը չեն մուրում։ Ծնկի իջած խաղաղություն չեն մուրում։ Եթե դուք հիմա տեսնում եք, ցավոք, մեր արտաքին քաղաքականությունը ծնկի իջած մուրացող խաղաղություն է։ Տենց մեր ազգը չի կարողանա ունենալ խաղաղություն։ Գիտեք, երբ որ մենք առաջի պատերազմի ժամանակ 90-ականներին մենք ազատագրում ենք, մեր նպատակը խաղաղ ապրելն էր։ Մենք մինչև հիմա ենք ցանկանում խաղաղություն, մենք չենք ցանկանում պատերազմ, բայց արժանապատիվ պատերազմ։ Շատ հաճախ մեզ ասում են, որ մենք չարացած ենք կամ չար նպատակ ունենք, մենք չար նպատակ չունենք, մենք արժանապատիվ ենք։ Մենք ուզում ենք, որ բոլորդ լավ ապրեք։ Մենք ուզում ենք, որ իմ ազգը, ես կոնկրետ ուզում եմ, որ իմ ազգը լավ ապրի։ Իմ բոլոր զինակից ընկերներն ուզում են, որ մենք լավ ապրենք, արժանապատիվ ապրենք, բարեկեցիկ ապրենք։ Բայց դրա հետ միասին դրա համար մենք պետք է միասնական լինենք։ Դրա համար մենք պետք է չմուրանք խաղաղությունը։ Դրա համար թուրքը պետք է հաթաթա չանի մեզ։ Դրա համար թուրքը պետք է չասի մոռացի մասի սարը։ Դրա համար մեր իշխանությունը պետք է չասի, գիտեք, կա պատմական Հայաստան, որը պետք է մոռանանք, ու իրական Հայաստան։ Եթե ուզում եք ապրենք, ուրեմն իրական Հայաստան, ինչքան կթողնեն մեզ։ Չկա հիշողություն, պատմության, պատմական հիշողություն, ազգային հիշողություն, չկա միասնականություն, չկա պահանջատիրություն, չկա ձգտում, չկա, ոչինչ չկա եւ խաղաղություն չկա։ Այդ խոսքերը, որ ասում են հիմա խաղաղության փորձում են մարդկանց կերակրել, հա, տեխնոլոգիապես աշխատում են, լավ են աշխատում։ Բայց դա չի նշանակում, որ մեր ազգը տենց փրկվելու է։ Մեր ազգի փրկությունը միասնականության մեջ է։ Մեր ազգի փրկությունը ոտքի կանգնելու մեջ է։ Մեր ազգի փրկությունը հավատի մեջ է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։